Շնորհակալություն հանձնաժողովի հարգարժան նախագահ, հարգելի հանձնաժողովի անդամներ, հարգելի ներկաներ, օրակարգային երկրորդ հարցով ձեր քննարկմանն է ներկայացված ոստիկանությունում ծառայության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Ես պիտի նշեմ, որ գաղափարապես փաթեթը վերաբերում է ոստիկանության ոլորտի բարեփոխումների հերթական միջոցառման իրականացմանը։ Ունենք ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարություն, որը հաստատված է կառավարության որոշմամբ, եւ դրանում նախատեսված է, որ մենք պիտի ներդնենք ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման նոր համակարգ։ Ընդ որում կարևոր եմ համարում հաստատելու այն հանգամանքը, որ մենք նաեւ ինստիտուցիոնալ կապ ենք երաշխավորելու ատեստավորման համակարգի միջև եւ կատարողականի գնահատման այս նոր համակարգի միջև։ Ըստ այդմ նախագծերով առաջարկում են մասնավորապես հետևյալ առանցքային լուծումները։ Առաջինը սահմանել ոստիկանության ծառայողի կատարողականը, որը պիտի գնահատվի յուրաքանչյուր տարի, ընդհանուր գնահատական ձևավորելով, որը կկազմվի ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից եւ նաեւ կստուգվի ֆիզիկական եւ կրակային պատրաստականության աստիճանը գնահատելու համար ստուգարկների արդյունքները եւս։ Ես նշեմ, որ երբ որ մենք դիտարկել ենք նաեւ միջազգային փորձը, շատ կարեւոր է ընդգծել այն հանգամանքը, որ ոչ թե պարզապես կարևոր է ոստիկանության ծառայողի ակտիվությունը, այլ գործունեության արդյունավետությունը։ Սա է այն նպատակը, որի ուժով որ մենք ցանկանում ենք գնահատել կատարողականի գնահատման ցուցանիշներ ունենալ, որով որ կկարողանանք գնահատել ծառայողի եւ նաեւ ընդհանուր ինստիտուտի գործունեությունը եւ ըստ այդմ հասկանալ, թե լավարկման ինչպիսի process-ներ կարող ենք ձեռնարկել։ Երկրորդ կտորը, որը ես արդեն շեշտադրեցի, դա կապն է, ինստիտուցիոնալ կապ երաշխավորել է կատարողականի գնահատման համակարգի եւ ատեստավորման համակարգի միջև։ Ինչու ենք ուզում կապ ձևավորել, որովհետեւ երբ որ մենք 3 տարին մեկ անգամ իրականացնում ենք ատեստավորման process-ը, ունենք այնպիսի ծառայողներ, որոնք որ սպասում են 3-րդ տարվա ավարտին, որպեսզի կարողանան պատրաստվել կարճ ժամանակահատված եւ մասը կազմեն ատեստավորման բաղադրիչի եւ ունենք նաեւ այնպիսի ծառայողներ, որոնք 3 տարի կարող են շատ լավ արդյունքներ գրանցել, բայց հենց բուն ատեստավորման շրջանակներում, երբ որ մենք ունենք ստուգարկներ, չտան այնպիսի, այսպես ասեմ, ցանկալի քննություններ, որոնք որ համապատասխան կլինեն իրենց 3 տարվա ընդհանուր կատարողականին եւ սա թույլ կտա ըստ էության բալանսավորված մոտեցում ունենալ, ապահովելով կատարողականի գնահատման եւ ատեստավորման միջև կապը։ Ըստ էության մենք դիտարկելու ենք նախորդած 3 տարիների կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանականը եւ բնականաբար սրանք կգումարվի նաեւ համապատասխան չափաբաժնով ատեստավորման արդյունքները։ Ընդ որում կարևոր եմ համարում ընդգծել, որ կատարողականի գնահատումը մեզ պիտի թույլ տա երկու կարևոր որոշումների դաշտ բացել։ Առաջին, եթե արդյունքները դրական են, դրական ցուցանիշ ստացած անձինք ծառայողները պիտի վստահ լինեն, որ կարող են ենթարկվել խրախուսանքի եւ կարող են առաջխաղացման հնարավորության դեպքում հենց իրենք ունենան նախապատվության իրավունք առաջխաղացման։ Սա օրենսդրորեն հստակ ամրագրում ենք, որպեսզի ծառայողը վստահ լինի, որ պատշաճ գնահատված կատարողականի արդյունքներով կարող է հավակնել կամ խրախուսանքի կամ առաջխաղացման։ Եվ երկրորդը, եթե բացասական արդյունքներ ունենանք, պիտի նաեւ ծառայողը այս դեպքում եւս հավաստիանա, որ բացասական արդյունքների պայմաններում նա որևէ ձևով առաջխաղացման ենթարկվել չի կարող, այսինքն սահմանափակման որոշակի դրույթներ ունենք այս տեսանկյունից։ Նշեմ, որ նախատեսել ենք լիազորող նորմ, որպեսզի այս բոլոր ընթացակարգային հարցերը ներքին գործերի նախարարի հրամանով կարգավորենք եւ կարողանանք թե չափաբաժինները որոշարկել եւ թե նաեւ մնացյալ ցուցանիշները այս տեսանկյունից եւս ընդգծել նախարարի հրամանի շրջանակներում։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կրթական process-ին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս պայծրությամբ օրենսդրորեն ոստիկանության կրտսեր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց համար վերապատրաստման պարտադիր պահանջ չկա, մենք նախատեսում ենք վերապատրաստման պարտադիր պահանջ, ընդ որում ոստիկանության պետի համար նախատեսում ենք այսպիսի նաեւ հնարավորություն վերապատրաստման, հաշվի առնելով նաեւ այն մի շարք փոփոխություններ, որոնք ընթացած եւ նախորդ տարիներին տեղի ունեցել ոստիկանության ոլորտում եւ ըստ այդմ վերապատրաստումների շրջանակում կարիք կա թարմացնելու այն գիտելիքների պաշարը, որը որ պիտի համապատասխանի այս կարգավիճակին։ Մյուսը, ինչ վերաբերում է ատեստավորմանը, մենք ուզում ենք սինխրոնիզացնել ոստիկանության եւ փրկարար ծառայության ատեստավորման process-ները։ Այս հանձնաժողովով մենք ընդունել ենք մի կարևորագույն փաթեթ, որը որ 2 ամիս անց է հնարավորություն տրվում ոստիկանության ծառայողին ատեստավորվել, երբ որ նոր է մուտք գործում աշխատանքի, բայց փրկարար ծառայության դեպքում այն 6 ամիս անց է եւ ըստ այդմ առաջարկում ենք 2 ամսվա կանոնը տարածել նաեւ փրկարար ծառայողների վրա։
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է հետևյալին։ Մենք նախատեսել ենք, որ 3 տարվա կտրվածքով պիտի ատեստավորում անցնեն ծառայողները, չատեստավորվելու պայմաններում ենթակային ծառայությունից ազատ արձակման, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ամբողջ ժամանակահատվածում բավական մեծ կառուցվածքային փոփոխություններ են ունեցել, վերապատրաստումների մեծ ցիկլ են ունեցել, հատկապես ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ, մի շարք ծառայողներ օբյեկտիվորեն չեն հասցրել այս ժամանակահատվածում ատեստավորվելու եւ նախատեսում ենք, որ նախարարի հրամանով նաեւ ատեստավորման անցկացման ժամանակացույց կունենանք, որը որ փուլային սկզբունքով կկարողանանք այս հարցը եւս կարգավորել։ Սրանցից բխող հիմնական փոփոխությունները եւս նախատեսված են որպես, այսպես ասեմ, օժանդակող մեխանիզմներ։ Նշեմ, որ փաթեթում դուք կտեսնեք նաեւ նախկինում ընդունված օրենսդրական նախաձեռնություններում որոշակի չեղարկումներ, սա ուղղակի ուզում եմ տեղեկացնել, որ վերաբերում է մի նախաձեռնության, որը Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության գործընկերներն էին ունեցել ազգային ժողովում, քանի որ հնդածս մենք ներքին գործերի նախարարության կրթահամալիրն ենք ձևավորել նոր տրամաբանության մեջ, ուղղակի process-ները սինխրոնիզացնելու տրամաբանության մեջ կարիք կա շտկում իրականացնելու այդ նախաձեռնության շրջանակներում։ Եվ ես ուզում եմ ամփոփելով նշել, որ կատարողականի գնահատման այս համակարգը իրականում մեծ փոփոխություններ բերելու ոստիկանության համակարգում, որովհետև հնդածս մենք տարբեր սուբյեկտիվ գնահատումներ ենք անում, որը կարող է լինել թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ, որպես այդպեսին, հաշվի առնելով հիմքերը, բայց ուզում ենք ձևավորել այնպիսի համակարգ, որն անկախ անձերից կկարողանա օրինաչափ եւ կայուն գնահատականներ տալ ոստիկանության աշխատանքին եւ մենք կկարողանանք ըստ այդմ գնահատել թե ծառայության աշխատանքը, թե կոնկրետ անձանց աշխատանքը եւ որոշարկել նաեւ այն բարեփոխումների նոր ուղղությունները, որոնք կարող ենք ունենալ։ Եվ ես ուզում եմ նշել, որ ճիշտ գծագրված խորքային գնահատումներով անցած կատարողականի գնահատման ցուցիչների համակարգը ոչ թե պարզապես գնահատելու է, չափելու է ոստիկանության աշխատանքը, այլ ձևավորելու է նաև նոր մոտեցումներ, որովհետև եթե մենք կատարողականի գնահատման հիմքում դնենք այնպիսի արդյունքային ցուցանիշներ եւ այնպիսի նաև արժեհամակարգային մոտեցումներ, որոնք ընկած են ոստիկանության ոլորտի բարեփոխումների հիմքում, բնականաբար սա թույլ է տալու ձևավորել նոր վարքագիծ ոստիկանության շրջանակներում եւ ինստիտուտը տանել կայուն զարգացման ճանապարհով։ Շատ կարճ, թերևս այսքանը հարգելի գործընկերներ, հարցերի դեպքում սիրով։